մի փոխի այն վարժությունները, որոնք որ դու անում ես մարզասրահում, եթե սրա համար դրդապատճառ չկա։ Եթե դու այն մարդկանցից ես, ով որ գնում է մարզասրահ ու բարբերաբար շաբաթը մեկ կամ ամեն ամիս իր պրոգրամը լրիվ փոխում է ու լրիվ նոր վարժություններ է սկսում անել, էսի կար այն պոտենցիալ պատճառներից լինի, թե ինչի դու նորմալ պրոգրես չես տեսնում։ Դու կարաս բառեզբուն իմաստով ընտրես մի 10-12 վարժություն ու այս նույն վարժությունները տարիներ շարունակ անես ու ուղղակի փորձես մաքսիմալ ուժեղանաս սրանց վրա ու շատ լավ պրոգրես տեսնես մկնային աճի։ Ասեմ ավելին, էսի ամենաէֆեկտիվ ձևերից է մկնային աճի համար, որովհետև ամեն անգամ, երբ որ դու վարժություն ես փոխում ու սկսում ես նոր շարժում անել, քո նյարդային համակարգի համար ժամանակ է պետք, որպեսզի սովորել այս նոր շարժումը մաքսիմալ էֆեկտիվ ձևով կատարել։ Ոնց է սովորաբար լինում, մարդիկ սկսում են ինչ-որ նոր վարժություն անել ու այս սկզբնական պերիոդում առաջին 1-2 շաբաթը կամ նույնիսկ մի ամիսը պրոգրեսը շատ արագ է տեղի ունենում, կարող է ամեն պարապմունքին կամ ամեն շաբաթ հնարավոր լինի քաշը բարձրացնել ու մարդիկ մտածում են, հա դե իմ պրոգրեսը շատ արագ է, ուրեմն մկաններս էլ շատ լավ արագ աճում են։ Բայց իրականում այս սկզբի շրջանի պրոգրեսը շատ արագ գալիս է հիմնականում նյարդային համակարգի ադապտացիաներից, մասնավորապես շատ է կոորդինացիայի ադապտացիաներից, այսինքն քո մարմինը զուտ սովորում է մաքսիմալ էֆեկտիվ տվյալ շարժումը կատարել քո ունեցած մկանային մասսայով։ Իսկ երբ որ այս կոորդինացիայի ադապտացիաները հասնում են իրենց լիմիտին, դրանից հետո պրոգրեսի մեծ մասը գալու է շատը մկանային աճից, իսկ մկանային աճը շատ դանդաղ process է։ Դրա համար ինչ որ կետից սկսած պրոգրեսը սկսում է շատ դանդաղել ու մարդիկ մտածում են, հա դե ուրեմն այս վարժությունը էլ չի աշխատում իմ համար ու ժամանակն է այն փոխել, բայց իրականում չէ, էսի հենց այն ժամանակն է, երբ որ այս վարժությունը սկսում է ամենալավը աշխատել մկանային աճի համար, որովհետև դու սովորել ես տվյալ շարժումը մաքսիմալ էֆեկտիվ ձևով կատարել։ Դրա համար վարժությունները կամ պրոգրամը պետք է փոփոխել միայն եթե ինչ որ դրդապատճառ կա։ Լինի դա ցավ շարժումը կատարելուց կամ ուղղակի ավելի լավ ու կոմֆորտնի վարիացիա, կամ ուղղակի եթե դու փոխել ես քո մարզասրահը ու ստիպված ես ինչ որ ուրիշ շարժում անել նույն մկանային խմբի համար, որովհետև այդ նույն սարքավորումից չկա, միայն sense դեպքերում է իմաստալից վարժությունները փոփոխել, բայց ամեն պարապմունքին գնալ մարզասրահ ու ինչ որ նոր վարժություն անել մկանի համար, որովհետև քո մկանները արդեն սովորել են այն հին վարժությանը ու սրանք էլ էֆեկտիվ չեն այս մկանային աճի համար, էս աբսուրդ է։